Մեր հաղթանակների մայիսը օրացույցով սկսվում է Շուշիի ազատագրումից, մայիսի 8-ից եւ ավարտվում 28-ին Առաջին Հանրապետության տոնով։ Շուշիի ազատագրման օրը մեր նկարահանող խումբը գնում է շնորհավորելու այդ փառապանծ հաղթանակը մեզ պարգևողներին։ Թույլ կտա՞ք։ Բարև ձեզ։ Շնորհավորում ենք։ Ոայ Նարջան, չեմ պատկերացրել։ Բարև ձեզ։ Շնորհավորում ենք ձեզ հաղթանակ։ Այ Ահա Շուշին ազատագրած Արցախի պատերազմում մեր հաղթանակը մեկնարկած հերոս գեներալը, կոմանդոսը Արկադի Տեր-Թադևոսյանը, որի օրերում ապրելու պատիվը ունենք մենք։ Սեպանակերտի գյուղերը ռմբակոծում են զորգիշերը Շուշից։ Կռիվա դու չես կարա ասես որ մենք միշտ պետք է հաղթանակ ունենանք, բայց Շուշից հետո մենք ուժ հասկացանք որ մեր թշնամին հոգեբանավորել հասկանում է ինչ իրանց հողը չի, իրանց ջուրը չի, իրանց տեղը չի։ Համեստ, զուսպ, ինչ որտեղ նույնիսկ կամաչկոտ պահվածքով հերոսը Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատարն է, հմուտ ռազմագետ, նաև որի շնորհիվ մենք քիչ կորուստներով ու շատ ձեռքբերումներով հաղթեցինք այս պատերազմը։ Մենք միշտ մեր հողերը կորցրել ենք։ Այս սկիզբն է, որ ինչա մենք ունեցանք այդ հաղթանակը մի փոքր մաս հիմա մենք ունենք հնարավորությունը մեր դիվագիտական կորպուսը մեր աշխատի որ ցեղասպանությունը աշխարհ ունտունի ու ինչ որ պետք է մեզի հատուցի մեր հողերը հետ դարձնեն ես շատ ուզում եմ չէ պապիս հողերը հարցը այդ ինչ գնամ դեռ մի հատ պատերամ պապեստոնը պապեժամը Արցախի պատերազմի մասնակիցներից մեկի Անահիտ Ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանի տանը այսօր տոնում են վաստակած հաղթանակը, հիշում զոհված ընկերներին, պատմում նրանց սխրանքների մասին, իսկ 23 տարի առաջ այսօրը նրանք կյանքի ու մահվան սահմանագծում էին, ապացուցեցին, որ հայը միշտ հաղթում է եւ պայքարում է հայրենիքի համար։ Մարտի 27-ին Ղարաբաղից Ստեփանակերտից թռանք մոտ մի 40 հատ երեխա էր մեջը, մի հատ քահանա, մի հատ էլ լուսուցիչ, կին։ Խփեցին ձախ շարժիչին ստրելայով խփեցին, ասեց Տեր Աստված, ինձ մի րոպե, 2 րոպե ժամ տուր։ Ես ես ինքնաթիռը նստացնող եմ, ես գիտեմ որ կնստեմ։ Որ եկա արդեն նստում է ինքս ինձ ասի Աստուն էլ խափեց, ինձ մի րոպեն էլ մի քիչ շատ էի ուզել, էլի, զապասով էի ուզել։ Ուղղաթիռի հրամանատարն էլ պատմեց, որ օրերով չի կարողացել ռուսական ջոկատին հասկացնել, թե ինչու են կռվում ադրբեջանցիների դեմ, հետո որոշել է հումոր անել։ Ասեցի, մի խոսքով մենք տնական արաղ ենք ուզում քաշենք, ադրբեջանցիք չեն թողում ռուս աֆիցերների գլխավորությամբ սաղ բանակը գոռաց որ դրանց սատ կասնել է պետք։ Вперед! Իրական բանա։ Ու ամսի 2-ին թե 3-ին ամսի 2-ին 3-ին 10 սատ ադրբեջանցի օմոն սատ կացրեցին հենց այրոպորտում Ստեփանակերտի։ Ապրեն ռուսները։ Հիշում են նաև հայրենական պատերազմում հաղթանակած իրենց հայրերին ու պապերին, կորստի, կարոտի, սպասումի տարիներ, որոնք ծանր գնով, բայց հասցրին արդյունքի։ Не понять не ждавшим им, как среди огня, ожиданием своим, ты спасла меня. Как я выжил, будем знать только мы с тобой. Просто ты умела ждать, как никто другой. 1992 թվականի մայիսին Շուշիի ազատագրումով շրջվեց մեր պատմության անիվը։ Բեկումնային ժամանակ էր, քանի որ Շուշիի հաղթանակով սկսվեց մեր մեծ հայրենիքի մի փոքր մասի ազատագրումը։ Մայիսյան եռոտոնը շատ մեր ազգի համար, մեր բոլորիս համար շատ կարևոր տոնը, շատ կարևոր ամիսը, որովհետև ստեղ մի քանի սերունդների պատմություն է։ Այս հաղթանակները մենք կերտեցինք որովհետև ունենք և հիասքանչ հրամանատարներ, Արկադի Տեր-Թադևոսյանը, Ֆելիքս Կզողյանը և էլի շատ մարդիկ, որոնք իրականում շատ մեծ լում ունեցան այս ամբողջ հաղթանակների մեջ։ Ուզում եմ իմ արտական հագեներին սաղին շնորհավորել,
ուզում եմ մեր զինվորներին առաջի գիծը, զինվորներին, սպայներին շնորհավորել իրանց մարտական ուժ տա, առողջություն, Հաղթողի գենը փոխանցվում է սերնդեսերունդ։ Շուշին ազատագրողը հայրենական պատերազմը հաղթածների որդիներն էին, ում զավակները այսօր անառիկ են պահում մեր սահմանը։ Այս լուսանկարում 1945-ին Բերլինում են հայերը ապրում։ Այս կադրերում մենք ազատագրել ենք Շուշին։ Ու դեռ ապրելու ենք Մասիս լեռան լանջին։ Փառք մեր հայրենիքը ազատագրած հերոսներին։ Նայրա Պողոսյան, Հովհաննես Կարապետյան, Կիրակնորյա շրջադարձ։